որ խմես ու սատկես։ Ինչպես շարունակել ապրել, երբ կորուստն ու ցավը խլում են անգամ բարերը։ Ճակատագրի խաչմերուկներում մոլորված հերոսները փնտրում են փրկության իրենց ճանապարհը, համառորեն չդադարելով սիրել։ Եվ միայն վերջում է բացահայտվում, որ տարիների տառապանքն ու լռությունը քանդելու համար բավական է ընդամենը ցորենի հատիկի չափ գթասիրտություն։ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնը նոր պրեմիերայով է հանդես եկել։ Զուլալի դրամատիկ ներկայացում, որը ժամանակի ընթացքը չնկատող, ճախրելուց չվախեցող եւ անգամ ողբերգության մեջ լույս գտնող մարդկանց դառն ու ուրախ աշխարհի մասին է։ Հեղինակը Նարինե Աբգարյանն է, բեմադրող ռեժիսոր Գայանե Անդրեսյան։ Միտքը եկավ նրանից, որ ես ուզում էի հայկական ժամանակակից ստեղծագործություն բեմադրել ու տարբեր գործեր նայում էի այդ ընթացքում շատ պատահական գտա Զուլալին գրքի տոնավաճառի ժամանակ Երևանյան պատահաբար հայտնվեց իմ ձեռքի տակ ընկավ գործը եւ այդ ժամանակում հենց առաջին նախադասությունը որ կարդացի Զուլալի տարվա որ եղանակն է Աուն, այդտեղից որոշեցի որ հաստատ այդ գործը պետքա բեմադրեմ, միտքը այդտեղից է առաջացել։ Սա պարզապես գյուղական կյանքի կամ ընտանեկան ողբերգության մասին ներկայացում չէ, այն ըստ էության հոգեկան տրավմայի, մեղքի զգացումի եւ մարդու հոգու փրկության մասին դրամա է, որտեղ խորապես ընդգծված է մարդկային հոգու դիմացկունությունը ցավի հանդեպ։ Մենք ներկայացման մեջ տեսնում ենք, որ որևէ խնդրի կոնֆլիկտի լուծում մենք ստանում ենք ինչ-որ առաջին հայացքից վատ տպավորություն թողնող իրադարձության շնորհիվ։ Տեսարանն առաջին հայացքից համարվում է ինքը շատ անթույլատրելի քայլ, վատ քայլ, բայց դրա շնորհիվ ծնունդ է առնում Նազարոսը, ում շնորհիվ այդ ընտանիքը կյանքի է վերադառնում։ Իրականում համաձայնեցի, որովհետև վստահում էի Գայանեին, որպես ռեժիսոր, սա մեր արդեն համատեղ 4-րդ աշխատանքն է եւ իմ ամենասիրելին մեր 4 աշխատանքից դեռ հուսով եմ Գայանեի գաղափարով վարակված լինելը թե ոնց ներկայացրեց ինքը ինձ ինչա ուզում անել, ես միանգամից համաձայնել եմ առանց երկմտելու։ Զուլալին ինձ ինչ սովորեցրեց։ Զուլալին ինձ սովորեցրեց ավելի խորը զգալ, որովհետև Զուլալին չի կարողանում խոսել եւ դրա արդյունքում իր բոլոր էմոցիաները, որը ուզում արտահայտել, ավելի շատ ժեստերով, ավելի շատ էմոցիաներով արտահայտում եւ ես որպես Միլենա հասկացա, որ մեկ-մեկ պարտադիր չի դու ինչ-որ բան ասես, կարելի է ուղղակի զգալ եւ դա շատ ավելի խորն է եւ շատ ավելի սիրուն է, քան խոսելը։ Զուլալի մի ժպտ։ Ես շատ տպավորված եմ, շնորհավորում եմ նախ մեզ բոլորիս, պարոնյանցիներից, որովհետև Պարոնյան թատրոնում եւս մեկ պրեմիերա, որը կայացած էր, որը լավն էր, որը հուզեց, որը ուներ ասելիք, ես շնորհավորում եմ բոլորիս եւս մեկ անգամ, կեցեն։ Շնորհավորում եմ մեր թատրոնին ման ներկայացում ունենալու համար։ Մեկ շնչով անցավ, եւ ամենակարևորը վերջում լույս կար։ Հիշեցնենք, որ Զուլալի ներկայացումը կարող եք դիտել Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։